Ապրիլին պաշտոնական այցով Ադրբեջան կժամանի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, հայտնում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները առանց հավելյալ մանրամասների։ Սա կլինի նախագահի պաշտոնում Փեզեշքյանի առաջին այցը Ադրբեջան։ Կիևն արդեն սկսել է խորհրդակցությունները ԱՄՆ հետ օգտակար հանածոների մասին համաձայնագրի նոր տեքստի շուրջ։ Բանակցությունների առաջին փուլը արդեն կայացել է։ Ուկրաինայի ԱԳ նախարարն է հայտնել։ Նրա խոսքով Ուկրաինան պատրաստ էր ստորագրել նախապես համաձայնեցված շրջանակային համաձայնագիրը, սակայն այժմ սկսել է ուսումնասիրել նոր փաստաթուղթը։ Մոսկվան անտեղի է համարում Թեհրանի դեմ ուժ կիրառելու Վաշինգտոնի սպառնալիքները եւ դատապարտում նման մարտավարությունը։ Ռուսաստանի ԱԳ փոխնախարարի հայտարարությունն է։ Դրա հետևանքները կարող են աղետալի լինել ամբողջ տարածաշրջանի համար։ Այնպես որ քանի դեռ ժամանակ կա եւ գնացքը չի գնացել, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը, փորձելով համաձայնության հասնել ողջամիտ հիմքի վրա։ Գերմանիայի ԱԳ նախարար Աննա Լենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև Ուկրաինային աջակցություն հայտնելու համար։ Կարևոր է, որ մենք եվրոպացիներս ցույց տանք, որ անվերապահոր են Ուկրաինայի կողքին ենք եւ աջակցում ենք նրան հենց հիմա։ Մարին Լը Պենը իր 4 տարվա ազատազրկումը համարել է քաղաքական որոշում։